Առանձնապես չեմ կարծում, որ կարիք կա հատուկ աստարտալ եւ քննարկել։ Ջանքեր է տալիս իշխանությունը, Հովիկ Աբրամյանը լուրջ ուժեր հանրապետական կուսակցության համար։ Դուք կհամոզվեք ճակեր տալիս է թե ոչ առաջիկայում։ Ասում են կանանց ցուցակը դուք կգլխավորեք։ Առաջին հնգյակում։ Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում, երբ ցուցակը կհրապարակվի, բոլորդ կիմանաք։ Տիկին Հովանեսյան, հերացումը կորուստ։ Ձեզ առաջարկ չի եղել նման ցուցակը գլխավորելու առաջարկ եղել է թե ոչ։ Ինձ ցուցակը գլխավորելու առաջարկ չի եղել։ Հովիկ Աբրամյանի հերացումը կորուստ է ՄՀԿ-ի համար։ Ես կարծում եմ, որ ես ափսոսում եմ նախ եւ առաջ, բայց որևէ մեկնաբանություն այդ հարցի կապակցությամբ չեմ պատրաստվում տալ։ Դուք կշարունակեք հանրապետականի հետ ձեր ճանապարհը, քաղաքական ճանապարհը։ Ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ։ Իսկ դուք ինչ կարծիքի եք այս հանրապետականի մասին, որտեղ չկա Հովիկ Աբրամյանն ու իր թիմը եւ Մհեր Սեդրակյանը եւ այլն։ Երբ հանրապետականի վերջնական, ինչպես դուք եք ասում, կտեսնեք ճաքեր կտան թե ոչ, ձևավորումը կավարտվի թե ոչ եւ վերջում հետո կտեսնեք գնահատականներ կհնչեցնեն։ Սերժ Սարգսյանը այսպես խոսեց գետից փոխվող արվակների Ես նախագահի որևէ խոսքներ են, հա։ Ես որևէ նախագահի խոսք չեմ պատրաստվում մեկնաբանել, երբ որ դա հատկապես արված էր փոխաբերական իմաստով արտահայտված որոշակի ձևակերպմամբ եւ ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նախագահի։ Որպես արտադրության նախարար, ինչպես է գնահատում, որ երբ որ կուսակցությունից դուրս են գալիս, նոր նրանց ձեռնարկություններում սկսվում են ստուգումներ, այդ մասին գրում։ Ես որևէ տեղեկատվություն անկեղծ ասած չունեմ, որ որևէ մեկի մոտ ստուգում է սկսվել։ Իսկ հանրապետական ինչքան տեղ է հարկավոր ապագա խորհրդարանում։ Այնքան ինչքան ժողովուրդը կհամարի եւ իր քվեն կտա։ Բայց ՀՀՏ-ից արտահոսք կա, չէ՞, դա գոնե նկատի։ Ես նորից նշեցի յուրաքանչյուր կուսակցական, լինի շարքային կուսակցական, թե ոչ, ինքն է որոշում, ում հետ շարունակել իր քաղաքական ճանապարհը։ Հարգելի գործընկերներ, ես համոզված եմ, որ հատկապես խորհրդարանական պետության պայմաններում եւ հատկապես նոր սահմանադրության պայմաններում իրողությունները թելադրում են որոշակի պահանջմունքներ եւ պահանջմունքները թելադրում իրողություններ։ Այս երկուսի փոխկապակցման արդյունքում ձևավորվում է որոշակի, այսպես ասենք, արդեն գոյություն ունեցող իրականություն եւ դրա հետ մենք պարտավոր ենք հաշվի նստել։ Հիմա արտահոսք կորակեք թե ոչ, ես այդպես չեմ որակի։ Ինչու, ինչպես, ով որոշեց եւ այլն, ես բացարձակապես անկեղծ ասեմ, մարդկային առումով էլ դա ճիշտ չեմ համարում։ Քաղաքական տեսանկյունից կգնահատեք ինքներդ, ինչպես կլինի, լավ կլինի, վատ կլինի, հետևություններ կամ վերլուծություններ անելը ձեզ համար է, գնահատական հնչեցնել, ես կոռեկտ չեմ համարում, անգամ ցանկացած շարքային կուսակցականի կուսակցությունը լքելու որոշման հետ կապված։ լքելու մտադրություն ունեք։ Ինչպես տեսնում եք, ասացի ոչ արդեն։ Իսկ մի հարց, տեսեք, ամեն դեպքում կուսակցություն, թեկուզ մեկ կուսակցություն է, մեկ գաղափարախոսության շուրջ են հավաքում կամ նպատակի, բայց լինում են այսպես թիմեր, դուք ընկալվում եք Հովիկ Աբրամյանի թիմի անդամ ամեն դեպքում։ Հարգելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, ես հանրապետական կուսակցության անդամ եմ եւ որպես հանրապետական կուսակցության անդամ հիմա շարունակում եմ իմ գործունեությունը։ Ցանկացած որակում, ցանկացած գնահատական այստեղ կամ այնտեղ դիտելը նորից եմ ուզում ասեմ, դա ձեր գործն է։ Դուք թիմի անդամ չեք, այսինքն դուք ընդհանուր հանրապետական կուսակցության Ես բոլորը հանրապետական կուսակցության բոլոր անդամները հանրապետական կուսակցության մեծ թիմի անդամ են։